Ողջույն, այսօր տաղավարում հյուրընկալել եմ իրանագետ, միջազգային հարցերի մասնագետ Ալեն Շադունցին։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ալեն, օրերս ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ եւ ըստ էության փաստացի դադարեց գոյություն ունենալ 2015-ի միջուկային համաձայնագիրը եւ այս պատժամիջոցները ներառում են ի թիվս այլ հարցերի, զենքի էմբարգո, Իրանի միջուկային ուրանի հարստացման կասեցում, ինչպես նաև հրթիռային ծրագրի սահմանափակում։ Հիմա Իրանը, որը որ ընդվզում է եւ անօրինական է համարում այս որոշումը, որքանով է հավանական, որ կգնա այս պատժամիջոցների կատարման ճանապարհով կամ կհամակերպվի արդյոք այս իրավիճակին, ինչպես է գնահատում ընդհանուր իրավիճակը։ Դե այս դեպքում պատժամիջոցները տնտեսական ճնշման գործիք են ու կարելի է ասել դրանք կազմում են այդ մաքսիմում ճնշման փիլիսոփայության մի մաս։ Իրանական կողմը մինչև վերջին օրերը փորձեց այլընտրանքներ մշակել, ինտենսիվ կապի մեջ էր եվրոպական գործընկերների հետ, հատկապես Ֆրանսիան էր փորձում այնպես անել, որպեսզի snapback մեխանիզմը չգործարկվի մի քանի 3 ամիս, 6 ամիս կամ 9 ամիս երկարաձգեն, որպեսզի միջնաժամկետ բանակցությունները վերականգնվեն, սակայն չհաջողվեց, ամերիկյան կողմը մնաց անդրդվելի ու պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, վերականգնվեցին։ Ես չի ասի դրանք պատժամիջոցներ, որ ենթադրում են, որ Իրանը պետք է ինչ-որ քայլեր գործարկել, դրանք պատժամիջոցներ են, որ սահմանափակում են Իրանի տնտեսական ու տեխնոլոգիական հնարավորությունները, սակայն պետք չի դրանց այնքան մեծ արժեք տալ, ինչքան որ շատ անգամ մեդիայում է տրվում, որովհետև Թրամփի վարած մաքսիմում ճնշման քաղաքականության շրջանակներում արդեն ամերիկյան կողմի պատժամիջոցները այնքան համապարփակ էին, որ Իրանին ստիպել են այլընտրանքներ մտածել, վերակառուցել տնտեսությունը ու տեխնոլոգիական առաջընթացը դիմակայունության, փիլիսոփայության համատեքստում ու պատժամիջոցների վերականգնումը էլի կվնասի Իրանի տնտեսությանը եւ նաեւ ռազմական ոլորտին, սակայն այդ վնասը այլևս այնքան մեծ չի լինի։ Կներեք, ես նկատի ունեմ օրինակ շատ է խոսում Իրանի ուրանի հարստացման գործունեության մասին։ Այս snapback մեխանիզմի վերականգնումը այս պատժամիջոցների ինչպես կազդի դրա հեռանկարի վրա։ Այստեղ կարելի ասել չի գործում այսպես կոչված carrot and sticks մեխանիզմը, պատժամիջոցները ուղղակի միակողմանի ճնշում են ենթադրում ու Իրանից ակնկալվում է միակողմանի զիջումներ, համենայն դեպս ամերիկյան ադմինիստրացիայի մոտեցումն այսպիսին է, որ պետք է լինի 0 հանքահարստացում, այսինքն Իրանը առհասարակ պետք է զերծ մնա որևէ միջուկային ծրագիր ունենալուց։ Ուրան ամենևին չհարստացնի։ Թրամփի կառավարության դիրքորոշումն այդպիսին է, որ նույնիսկ ուրան չհարստացնի այն չափով, որը թույլատրվում է միջուկային զենքի չտարածման համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն մինչև 20% չէ։ Այսինքն նույնիսկ մինչև 20% չլինի։ Իրանական կողմը փորձեց դրանի պատասխան առաջարկել կոնսորցիումային ինչ-որ տարբերակ, որ միայն Իրանը չհարստացնի, այլ նաև մի քանի երկրների համագործակցություն լինի, բայց դա տեղի ունենա Իրանի տարածքում։ Սակայն սրան էլ ամերիկյան կողմը չհամաձայնեց։ Թրամփի ադմինիստրացիայի դիրքորոշումն այնպիսին է, որ հիմա Իրանը բավականին թույլ վիճակում է ու կարող են ավելի շատ զիջումներ կորցել իրանական կողմից։ Սակայն Իրանի համար էլ նման քաղաքականությանը հարմարվելը համարվում է ուղղակի անընդունելի, որովհետև դա սիմվոլիկ առումով դեմ է գնում իրենց վարած դիմադրության փիլիսոփայությանը, երբ որ Իրանը չի ընկրկում իր հակառակորդի, ավելի ուժեղ հակառակորդի ճնշումներին։ Այսինքն եթե դա տեղի ունենա ու Իրանը բացահայտ ասի, լավ, մեզ վրա ճնշում են գործադրում, մենք ուղղակի կթողնենք միջուկային ծրագիրը ու այլևս չենք զբաղվի այդ հարցով։ Դա կնշանակի ռեժիմի համար ինքնության կրիզիս։ Այս իրավիճակում հնարավոր է ներողություն, որ Իրանը ավելի մեկուսանա, ավելի անկառավարելի կամ անվերահսկելի դառնա միջուկային ծրագրի հարցում, խզի կապերը ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ ի վերջո սա արագացնի հերթական պատերազմը Իրանի դեմ Իսրայելի կողմից։ Այո,
դա սցենարներից մեկն է։ Երևի թե վատագույն սցենար։ Մի քանի սցենար է դիտարկվում Իսպանիայում։ Սցենարից մեկն այն է, որ Իրանը տեսնելով, որ ինքը մեկուսանում է ու հնարավոր է, որ ռեժիմի վրա ճնշումները ավելի կուժեղանան, կգնա միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհով, որպեսզի ունենա այսպես կոչված ամենից հուսալից զսպման մեխանիզմը։ Եթե ունես միջուկային զենք, մյուս երկրները շատ անգամ տատանում են, որպեսզի քո վրա հարձակում կորզեն։ Հյուսային Կորեայի ճանապարհով գնա։ Ներքին քաղաքականություն դա նաև ենթադրում է ավելի ցավոտ զոհաբերություն բնակչության կողմից, իսկ որպեսզի բնակչությունն էլ տանի այդ ցավոտ զոհաբերությունը, ավելի ռեպրեսիվ ու ճնշող համակարգ։ Սա երևի վատագույն սցենարը կլինի ու նաև ռիսկային սցենարը, որովհետև այդ ընթացքում կարող են նաև տեղի ունենալ Իսրայելի ու նաև ամերիկյան կողմի հարձակման հերթական փուլերը, որը տեսանք մի քանի ամիս առաջ, ու օգոստոսի սկզբներին նույնիսկ սպեկուլյացիա կար, որ օգոստոս ամսվա վերջ կլինի նաև հերթական հարձակումը, այդպես չեղավ։ Իրանի ռեֆորմիստական կառավարությունը շարունակեց բանակցություններ վարել չնայած այդ ցավոտ բանից, փորձառությունից հետո, սակայն այս պահին էլ բանակցությունները արդյունք չտվեցին, դրա համար սցենարներից մեկն է, որ Իրանը կգնա այդ ճանապարհով։ Մյուս սցենարը, որը դժվար հավանական է, որ Իրանը կանի միակողմանի զիջումներ։ Որոշ ռեֆորմիստական շրջանակներ Իրանի ներքին քաղաքականություն այդպիսի առաջարկներ ներկայացրել են, սակայն պահպանողականները ու նաև ավելի կենտրոնամետ ուժերը բավականին բացասաբար են արձագանքել այդ առաջարկներին։ Այսինքն մեծ սոլիդարություն չկա Իրանի քաղաքական էլիտայում, որպեսզի գնա միակողմանի զիջումների ճանապարհով։ Մյուս տարբերակը, որ Իրանը այս բան փորձում է անել, դա այսպես կոչված ռազմավարական անորոշություն պահպանելն է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե Իրանին հարցնենք, իսկ ո՞րն է ձեր միջուկային ծրագրի ապագան, իրենք չեն պատասխանի։ Ներքին հանդիսատեսին կասեն, որ մենք չենք հրաժարվում այս ծրագրից, որովհետև դա մեր դիմադրության սիմվոլն է ու այդպես էլ դարձել է միջուկային ծրագիրը վերջին մի քանի տասնամյակում դարձել է Իրանի դիմադրության սիմվոլը ընդդեմ ավելի ուժեղ հակառակորդի Միացյալ Նահանգների։ Սակայն միջազգային հանրությանն էլ չեն ասում, որ իրանք կշարունակեն հանքարստացնել ուրանը, որպես ունենան միջուկային զենք։ Այսինքն այս անորոշության մեջ կփորձեն ռեժիմի լեգիտիմության խնդիրներ չառաջացնել ներքին քաղաքական դաշտում, բայց նաև ավելի ագրեսիվ քաղաքականություն չդրթել արտաքին քաղաքական դաշտում։ Ալեն, տեսեք, այս իրավիճակի համատեքստում Իրանում նշում են, անգամ կարծեմ փոխարտգործնախարարի մակարդակով, որ իրանք պատրաստ են Իրանի ուրանի հարստացման հետ կապված սահմանափակումների գնալ, ինչպես եւ գնացին 2015 թվականին։ Սակայն քարոզչական հայտարարությունների մակարդակով Արևմուտքը ասում է, որ ոչ մի ուրանի հարստացում, ինչպես դուք եք նշում։ Այսինքն խնդիրը ո՞րն է, եթե Իրանը նույն 20%-ով գնա, որը որ չի նշանակի բնականաբար միջուկային զենքի ստեղծում։ Արդյոք այստեղ Արևմուտքը զես ինչ որտեղ առավելապաշտական դիրքերից չի հանդես գալիս։ Կամ էլ գուցե սա այսպես նշածող sense բարձր են պահում, բայց իրականում համաձայն կլինեն այլ լուծումների։ Ինչպես է երևում իրավիճակը։ 2025 թվականին, երբ որ տեղ ունեցան բանակցությունների մի քանի փուլեր ու մի 6-րդ փուլներ պետք է տեղ ունենար հունիսի 15-ին, սակայն տեղի չունեցավ, որովհետև պատերազմը սկսեց, Իրանը ցուցաբերել բավականին մեծ ճկունություն։ Այսինքն իրենք համաձայն էին 60% ունեցած հարստացումը կրճատել մինչև 20%, իսկ 20%-ը արդեն ընդունելի էր հետազոտությունների, տեխնոլոգիական զարգացման ու նաև բժշկական ոլորտում ինչ-որ նպատակներ հետապնդելու։ Որն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ Թրամփի ադմինիստրացիան փորձում է տալ մի այնպիսի արդյունք, որը ավելի լավը կգնահատվի, քան այն, ինչ Օբաման արեց։ Այսինքն հաղթել Օբամային։ Այո։ Հենց դա հիմնական պատճառն եղել, որ Թրամփը դուրս եկել այս համաձայնագրից, որովհետև դա եղել է Օբամայի ադմինիստրացիայի ամենից մեծ արտաքին քաղաքական ձեռքբերումը ու ինքը եկել որպեսզի այդ ժառանգությունը ոչնչացնի, ու ասի, որ ինքը ավելի լավ արդյունք կարող է ապահովել։ Ավելի ծանր պայմաններ թելադրել Իրանի համար։ Ու այստեղ Իրանի համար ամենից խնդրահարույցը դա Թրամփի վարած քաղաքականության մոտեցումն է, որ այնքան ճնշենք, մինչև մյուս կողմը ընդգրկի։ Իսկ Իրանի ռազմավարական փիլիսոփայության մեջ դա չի տեղավորվում։ Ալի Խամենեիի փիլիսոփայությունը այնպեսին է, որ եթե մենք ցույց տանք, որ մենք
զիջում ենք ճնշման դեպքում, ապա դա ոչ թե կբերի խաղաղության, դա կբերի նոր ճնշումների։ Այդպիսին է Ամերիկայի վարած արտաքին քաղաքականությունը, իրանական կողմը վստահության շատ մեծ խնդիր ունի, դրա համար իրենք գտնում են, որ միակողմանի զիջումը ուղղակի դռներ կբացի պարբերական միակողմանի զիջումների համար։ Այսօր կպահանջեն, որպեսի ուրան չհարստացի, վաղը կպահանջեն, որ ինչ որ տեսակի զենքեր չունենան, մյուս օրը կպահանջեն, որ տանկեր չունենան եւ այդպես շարունակ։ Առնվազն պահպանողական շրջանակների տրամաբանությունը հենց այս շղթայով առաջ գնում։ Շատ լավ։ Այս համատեքստում հաշվի առնելով Իրանի կարևորությունը Հայաստանի համար եւ նաեւ Միացյալ Նահանգների կարևորությունը, այս հարաբերությունները նրանց միջև ինչպես կարող է ազդել Իրան-Հայաստան հարաբերությունների վրա, առաջին հերթին տնտեսական առումով։ Բավականին այսպես ասած բարդ իրավիճակում ենք, երևի լավ կլինի, որ հայաստանյան կողմը այս խնդրից հեռու մնա ու Իրան-Հայաստան ու Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունները դիտարկի այս խնդրից զատ, համենայն դեպս օրինակ այդպես Իրանը փորձել է անել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, իրենք ասեմ մենք Ղարաբաղյան հարցը դիտարկում ենք մեր երկկողմ հարաբերություններից զատ, որպեսզի մեկ մյուսին չվնասի։ Բայց քանի որ Միացյալ Նահանգների ներկայությունը Հայաստանում ակնկալում է, որ կմեծանա, թրեփի շրջանը, ապա այստեղ արդեն Իրանը ունի որոշակի մտահոգություններ։ Ավելանում են մտահոգությունները։ Այո, իհարկե ավելանում են, որովհետև դա գնում է վերարտադրելու Իրանում արդեն այս գոյություն ունեցող այդ շրջափակման encirclement-ի վախը, որ թշնամին մեզ շրջապատում է արևմուտքից, հյուսիսից ու նաև հնարավոր է արդեն որոշ դեպքում արևելքից էլ, եթե այնտեղ ինչ որ Կենտրոնական Ասիայում էլ կամ Պակիստանում ինչ որ զարգացումներ տեղի ունենան։ Ապա այս դեպքում Իրանի համար ամերիկյան ներկայությունը, նույնիսկ եթե դա զուտ տնտեսական ներկայություն կլինի, ինչ որ առումով մտահոգիչ է։ Սակայն ինչ կարող է անել Իրանը դրա հետ կապված։ Այս պայծրությամբ հնարավորությունները բավականին սահմանափակ են։ Իրանական իշխանությունը պերմանենտ ճգնաժամերի կառավարման վիճակում է ու իրենք փորձում են breathing space, շնչելու տարածք ունենալ, որ վերականգնեն իրենց անվտանգային կարողությունները ու պատրաստվեն հաջորդ մարտահրավերներին։ Այս պայմաններում շատ մեծ լծակներ գործադրել Հարավային Կովկասում բավականին դժվար է։ Դրա համար իրենք ստիպված են շատ անգամ բավարարվել հայաստանյան կողմի ներկայացրած բաներով, հավաստիացումներով, որ սա ձեր դեմ չի, ռազմական նպատակներ չի հետապնդում, հետախուզական նպատակներ չի հետապնդում ու Իրանի իշխանական մի շրջանակի համար, առնվազն արտգործնախարարի նախագահի համար, քիչ թե շատ սրանք բավարար են եղել։ Ալեն, հենց այս թեմայի վրա կուզեի կենտրոնանալ, մանավանդ այս իրավիճակում, երբ որ ահագին ժամանակ է արդեն անցել օգոստոսի 8-ի համաձայնությունից, այն ժամանակ շատ էին քննարկում փորձագետների հետ, բայց դեռ տաք էր թեման, եւ նաեւ Փեզեշքյանի այցը Երևանից հետո այդ հավաստիացումները Հայաստանի հետ, Ալի Ակբար Վելայաթի պայմանականորեն հայտարարությունները, որոնք մեծ արձագանք գտան, արտահայտելով Իրանի մտահոգությունները ավելի կոշտ ձևով, հետո ասում են, տեսեք, Իրանի իշխանությունները դեմս նախագահի ԱԳՆ-ի ավելի մեղմ դիրքորոշում են որդեգրել, դրանով ցույց տալով, որ իրենք կարծեք թե այնքան էլ համակարծիք չեն, բայց այսօր Իրանը, որ պարբերաբար նույն իշխանությունները ակնարկում են, որ կան մտահոգություններ, նույն Իրանի հերացող դեսպան Մեհդի Սոբհանին է նշել, որ կան անհասկանալի պահեր, կարծեմ հենց այդպես է մոտավորապես իմաստը։ Արդյոք սա չի նշանակում, որ իրականում այս առումով իրանական establishment-ը, ինչպես ասում են, համակարծիք է այս առումով, ուղղակի իշխանական թևը հաշվի առնելով իր դիրքից ավելի փորձում է մեղմ արտահայտվել, բայց մտահոգությունները ընդհանուր են։ Այն որ Իրանի այսինքն այնպես չի, որ հակասություն կա։ Իրենք ընդհանրություն ունեն այն առումով, որ բոլորը մտահոգ են,
բայց թե ինչպես է ձևակերպում այդ մտահոգությունը, ինչ մակարդակի մտահոգություն են, ինչ մակարդակի վտանգ են իրենք պատկերացնում, ապա այստեղ ինչ որ տարանջատումներ կարող են լինել։ Ու սա, գիտեք, միայն մեր դեպքում չի, առհասարակ բնորոշ է Իրանի արտաքին քաղաքական դիսկուրսին, երբ որ իշխանական մի թևը մի ձև է ինտերպրետացնում ինչ-որ իրավիճակ, իսկ մյուս թևը մի ուրիշ ձև։ Մի կողմից է իրանական կողմեն տալիս է ճկունություն, որպեսզի տարբեր արձագանքներից ինչ որ մեկն ընտրի, մյուս կողմից էլ բան է, ինչ-որ դեպքերում նույնիսկ պարալիզի կարող է հասցնել։ Սակայն մի քանի բան նշեմ։ Այո, մտահոգված եմ, բայց մտահոգված եմ նաև բոլորս, որովհետև այն ինչ ստորագրվել է բավականին ընդհանրական փաստաթուղթ։ Անորոշ է։ Թե դրա մանիֆեստացիան իրականության մեջ ինչպեսին կլինի, ապա դրա սպառնալիքները ավելի պարզ կդառնան։ Իրանական կողմի համար եւս այն ինչը Հայաստանը հավաստիացրել են, որ մեր կապը չի խզվի, սուվերենության ոտնահարում չի լինի։ Եվ զինված ուժեր չեն տեղադրվի։ Զինված ուժեր չեն լինի, դա ամենակարևոր հարցերն են եղել ու Իրանի նախագահը եւ արտգործնախարարը ինչու են սա ներկայացնում որպես ընդունելի հավաստիացում, որովհետեւ իրենք նաեւ խնդիր ունեն ներքին հանդիսատեսի համար, քանի որ երբ որ Միացյալ Նահանգների ներկայությունը շատ կտրուկ ձևով ավելանում է Հարավային Կովկասում, Իրանի ներսում պահպանողական շրջանակներ ու հանրության մի զգալի մասը դա ներկայացնում են որպես այս կառավարության ձախողում։ Իսկ այս կառավարությունը պետք է հավաստիացնի, որ գիտեք, այն ինչ որ դուք ներկայացնում եք, այդքան էլ այդպեսին չի, գույները խտացնում եք, իրականում դա ընդհանրապես լինելու է տնտեսական ինչ որ համագործակցության շրջանակ, այո, մենք մի քիչ մտահոգված ենք, բայց դա այդքան էլ մտահոգիչ չի, մենք անդադական հաղորդակցության մեջ ենք մեր հայաստանյան գործընկերների հետ ու իրենք մեզ շարունակաբար հավաստիացնում են, որ դա Իրանի շահերին դեմ չի լինի։ Ըստ Իրանը իրական մտահոգությունների տեղիք ունի, թե չէ։ Լավ հարց եք տալի, քանի որ ելի եմ ասում, բան համաձայնագիրը բավականին ընդհանրական է, դրա համար դժվար է ասել։ Սակայն ամեն դեպքում Իրանը բավական կասկածամիտ պետություն է ու ցանկացած տեսակի ամերիկյան ներկայություն իր սահմանի մոտ, նույնիսկ եթե լինի զուտ տնտեսական, միշտ առաջացնում է հավելյալ մտահոգություններ։ Այսինքն այդ մտահոգությունները երբեք չեն փարատվելու։ Հայկական կողմին անհրաժեշտ է, որպեսզի ինքը անընդհատ կոնսուլտացիաներ, հավաստիացումներ ուղղի աշխատանք տանի այս ուղղությամբ։ Անընդհատական աշխատանք է պետք։ Մյուս կողմից դա նաև դրական է դիտվում Իրանի կողմից, որովհետև տրադիցիոն առումով Իրանը իրեն դիտարկում է որպես տարածաշրջանային ուժ, սակայն պրակտիկ առումով իր ներկայությունը այս տարածաշրջանում բավականին սահմանափակ է եղել, այսինքն ինքն իրեն հռչակած դերը ու իրականությունը մի քիչ դեզոնանսի մեջ են։ Երբ որ հայաստանյան կողմը միշտ հաշվի է նստում իրանական շահերի հետ, կոնսուլտացիաները վարում իրենց հետ, դա վերարտադրում է ինչ որ առումով իրենց ստատուսը որպես տարածաշրջանային դերակատար ու իրենք դա գնահատում են։ Դրա համար ինձ թվում է հավաստիացումները պետք է անընդհատական լինեն։ Եվ վերջին հարցը, ինչ սպասել 3+3 ապագայից, ինչպես գիտենք 3+3-ի առաջամարտիկը եւ դրա շահառու կողմերից մեկը հենց Իրանն է, որ այդ հարթակը դիտում է նաև իր ներկայության կարևոր բաղադրիչ, բայց մինչև որոշ չենք տեսնում, այո, հանդիպումներ լինում են հատվածաբար, բայց այդ կարելի ասել, որ այդ հարթակը մեծ հաշվով չի գործում։ 3+3 ինձ տպավորություն է, որ պոզիտիվ կոնտենտ չունի, այսինքն ինքը ստեղծվել է որպես բարիեր ընդդեմ մյուս ավելի արևմտամետ հարթակների։ 2+3-ի գաղափարը առաջացել դեռևս 2000-ականների սկզբից։ Ինքն տպավորություն կա, որ դա ինչ որ հետ 2020-յան նախաձեռնություն է, որը Թուրքիան էր առաջ տանում, Ռուսաստանն էր առաջ տանում, սակայն այդ հարթակի գաղափարը հենց Իրանն էր ջատագովում, որպես այլընտրանք Միսկի խմբին։ Կարծեմ Խարազինով հիմա բարձր։ Այո, հենց Խարազին բավականին ակտիվ էր այդ դեպքում։ Չնայած մյուս կողմից էլ Իրանն նաև ուզում էր ներկայություն ունենալ Միսկի խմբում, մի կողմից այդ քաղաքականություններ վարում, բայց մյուս կողմից էլ քննադատում էր Միսկի խումբը ու ասում էր, որ տարածաշրջանային հարցերը պետք է քննարկվեն տարածաշրջանային ուժերի կողմից, դրա համար 3+3-ներ առաջ քաշվել։ Երկար ժամանակ դա մնաց թղթի վրա, հետո դարձավ ինչ որ չափով արդիական 2020 թվականից հետո, սակայն ինչ որ ձև
Դժվար է ասել, որովհետև 3+3-ի անալոգիան դա Աստանայի գործընթացն էր ու իրանական կողմը Աստանայի գործընթացը ներկայացնում էր որպես հաջողված դեպք, որը կարելի էր արտարկել Հարավային Կովկասում։ Կատնեք Իրան, Ռուսաստան, Թուրքիա։ Իրան, Ռուսաստան, Թուրքիան, Սիրիայի առումով։ Սակայն տեսանք Սիրիայում ինչ եղավ, դրա համար այդ փորձը հիմա հաջողված պատմություն համարել ավելի դժվար է։ Երկու խաղացող ձեռնունային մնաց ի վերջո։ Դե այդպես ստացվեց, բայց 3+3-ը այս պայմանավորվածն ես կդիտարկեմ ոչ թե որպես նախաձեռնություն, որ ունի կոնկրետ ծրագրեր ի մեջ, այլ այսպես ասած ռետորական ու նաև դերակատարների դիրքորոշման ինչ-որ սոլիդարություն, որ արևմտյան ուժերին հետ դուրս պահենք այս տարածաշրջանից։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում է իրանագետ, միջազգային հարցերի մասնագետ Ալեն Շադունցի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։